Իշխող հանրապետականը հորդորում է մեկ բիզնեսի օրինակ բերել, որտեղ ինչպես Գագիկ Ծառուկյանն էր նշել, բռնի ուժով փայ են մտել։ Նշենք 3 ժամին տված հարցազրույցում Բարգավաճ Հայաստանի ղեկավարն ասել էր, թե Հայաստանում պետք է մեկ ընդմիշտ վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը։ Ոչ ոք Հայաստանում այլևս չպետք է կարողանա օգտագործելով իր դիրքը փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում, ասել էր Գագիկ Ծառուկյանը։ Մինչդեռ իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է, իրենք նման երևույթ չեն տեսել, տեսնողներին էլ հորդորում են կոնկրետ օրինակներ բերել։ Միակ մեկ օրինակ թող բերեն։ Մենակ բազմիցս մի ժամանակ այսել է մամուլին հետևում, նայում է, ես էլ է հայում, այսինչ չկա, հետո ուսումնասիրում է դրանք եւ տեսնում է, որ նման բան չկա։ Դուք բերեք մի օրինակ, որը խլել են, կամ տարել են, կամ մտել են, մենք սկսենք քննադատել կամ հետաքրքրվել, ինչ է կատարում։ Դուք ասեք, ես չգիտեմ նման երևույթ։ Վահրամ Բաղդասարյանը բերում է իր օրինակը, թե ինչպես էին գրել այն մասին, որ իբրև թե հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար ձեռքից վերցրել են Վանաձորում իր ընտանիքին պատկանող շենքը։ Միա նորից զանգում եմ կադաստր, ասում կարող է ինչ-որ այդ շենքը որևէ մեկին եք տվել, ես տեղյակ չեմ։ Եվ նորից նմանատիպ երևույթներ։ Այս շենքը պատկանում է իմ ընտանիքին, գիրովականի մեջ Վանաձորի մեջ այդ պատկառելի մի շուտ երևակելի բան էլ չի։ Մամուլը հաճախ է գրում, անուն է տալիս, թե ով է փայլը։ Ես այդ անունների հետ կապված ասում եմ, մի քանի օրինակ բերեցի, մեկ անձամբ ինձ հետ կապ։ Այլ խնդիր է, երբ որ մարդը մեծ գործարքի մեջ է ցանկանում մտնել, ինչ որ բան իրեն չի բավարարում, կամ ֆինանսական ռեսուրսները չի բավարարում, կամ մարդկային ռեսուրսը չի բավարարում, մարդիկ հաճախ գնում են, խնդրում են, օրինակ բազմիցս եղել են նման դեպքեր նաև իմ շրջապատում։ Գալիս են առաջարկում են, ասում են, մենակ սա մենակ մարդու իմ աբյոմի իմ հնարավորությունների սահմանում չէ, ես խնդրում եմ միացեք։ Եվ կարող են արդեն մամուլով մեկնաբանել, որ զորով մտել են, բայց մարդիկ կարող են գնացել առաջարկել են, որպեսզի մտնեն, որ կարողանան բիզնեսը զարգացնել։ Մամուլը հաճախ գրում է հենց նախագահի եղբայրանունն են շրջանառում։ Այդ օրը դեպքը, որ ասում է առաջին դեպքը, հենց նախագահի եղբայրանունն են շոշափում, որը իբր ինձնից վերցրել են, որից եւ այլն։ Ասում եմ, դրանք ապատեղեկատվություններ են եւ պարզապես, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով նախագահին կարողանան նրա հեղինակության հետ խաղալ եւ այլը, բնականաբար ընտանիքի անդամին են որպես թիրախվեր։ Ես զարմանում եմ, որ ճանաչված քաղաքական գործիչները նույնիսկ իրենց թույլ են տալի, որ նման անդրադարձներ կատարեն։ Այդ նույն բանը կարող ենք նույն հաջողությամբ ասել այն բոլոր մեծահարուստների մասին, որոնք այս երկրում հարստացել են, ասենք սրանից են վերցրել, նրանից են վերցրել։ Բոլորս կարող ենք ասել, չէ՞։ Ծառուկյանը ինչ-որ մեկից մի բան վերցրել, ասում։ Ես չգիտեմ, եթե ես հանկարծ իմանամ, որ նման տիպի բան կա, ես պարզապես ուղիղ իրեն կասեմ։ Ես չգիտեմ, որ այդ մարդը նման բաներով զբաղվում է ընդհանրապես։ Նշենք, որ իշխանության ներկայացուցչի կողմից այս կամ այն բիզնեսում փայ մտնելու ավանդույթը արմատախիլ անելուց բացի, Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում խոսում է նաև տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Հայաստանում մենաշնորհներ չպետք է լինեն, եւ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել 10-20 հոգի, այնքան որքան շուկան թույլ կտա, ասել է Գագիկ Ծառուկյանն ըստ էության հակադարձելով Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը անդրադարձել էր շաքարի ներկրման մենաշնորհին եւ ասել. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրեն»։ Իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե ընդհանուր առմամբ բիզնեսի դասական օրինակներից է, երբ շատ փոքր երկրներում որոշ ապրանքատեսակներ 1-2 հոգի է ներկրում։ Միևնույն ժամանակ հանրապետական падգամավորը կողմնակից է մենաշնորհի դեմ պայքարին, ընդգծելով, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություններ արձանագրած Գագիկ Ծառուկյանը ցանկության դեպքում կարող է նաև շաքարավազի շուկայում հաջողություններ արձանագրել։ Բայց նորից եմ կրկնում, այդ երևույթը կա, այդ երևույթի դեմ պայքարում ենք նաև մենք։ Եվ ասում ենք, եկեք միասին մեխանիզմներ փնտրենք, ձևերը գտնենք, որ մենք դրա դեմ եթե կան նման երևույթներ, եկեք կանխենք այդ երևույթները։ Բայց ոչինչ չի լինում, ինչպես որ Սամվել Ալեքսանյանն էր, թվում է շաքարի հումք ասենք, թե շուտ շաքարներ գրողը էլի շարունակում են մնալ։ Ինձ թվում է, որ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում ձեր նշած նաև մարդիկ եւ նաև ռետորները իրենք բավականին զարգացել են որոշակի ճյուղեր, ինձ թվում է, որ եթե մեծ ցանկություններն են, այդ ճյուղն է կարող են զարգացնել։ Այո։ Ուրիշ է թե Սամվել Ծառուկյանին։ Նաև Ծառուկյանին, ինչու՞ չէ, մարդիկ հետաքրքրված են, ես ողջունում եմ, որ նրանք գյուղատնտեսության ասպարեզում բավական հաջողություններ են ունենում։ Այսքան խոսալու փոխարեն մի հատ փորձ կատարել եւ անձամբ ինքը կարող է զգալ իրեն խանգարում է, թե չէ։ Ինչեւ էսօր որևէ խանգարող եղել է։ Ես խնդրում եմ նայեք անկուսակցական մարդկանց, ոչ հանրապետական կուսակցության մեջ գտնվող մարդկանց արտադրությունները ծաղկում են, բարգավաճում են,
Ով է խանգարել նրանց միջև այսօր։ Ով է խանգարել։